Ողջույններ, իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք, ինչպես է տրամադրությունը, ոնց է անցել այսօր ձեր օրը, իմ օրը շատ հետաքրքիր է անցել, շատ խառը, շատ բազմատեսակի աշխատանքներով, առավոտից մեկ վազնում եմ գալիս եմ տորթերի տուն, մեկ վազելով գնում եմ լավաշի տեղը, այսպես խառը պատրաստումների մեջ եմ, բայց միևնույն ժամանակ չեմ մոռանում նաև ձեզ, սիրելի հետևորդներ, ես ինչպես կարող եմ ձեզ մոռանալ, ինչքան է ծանրաբեռնված լինեմ, ինչքան էլ աշխատանքը շատ լինի, միևնույնն է, սա իմ ամենասիրելի ժամն է եւ ես մեծ սիրումով ու սպասումով սպասում եմ, երբ պետք է գա այդ ժամը, սիրելի հետևորդներ։ Այնպես որ այնտեղ ավարագի մեջ ավարտել եմ աշխատանքները, այսօր առաջի անգամ իմ աշխատակիցներով փորձարկում ենք արել լավաշը, քիչ ենք արել, մոտավորապես մի 35 գունդ ենք արել, փորձել ենք, որպեսզի հասկանամ, որ աշխատողը ինչ է կարողանում անել եւ բավականին հաջող է ստացվել, սիրելի հետևորդներ, որի մեջ նաև կա ձեր ներդնումը, ինչու ասել, որովհետև ես որ երեք տեղադրել էի վիդեոն, որ փորձարկում եմ անում, բոլորը մեծ բարեմաղթանքներ էիք ցանկացել, շնորհավորել էիք փուրը, անչափ շնորհակալ եմ սիրելիներս, անչափ, ես որ դա կարդում եմ, ինձ մենակ չեմ զգում, ոնց որ այսպես ուժեղանամ, թիկունքս ուժեղանա, սիրելիներս, շատ շնորհակալ եմ, որ դուք նման ձևով եք արձագանքում իմ ամեն արած դրածին, իմ ամեն ստեղծածին, անչափ շնորհակալ եմ սիրելիներս եւ բոլորի հույսերը արդարացնելու եմ առաջ Աստված։ Չեմ կարող կոնկրետ ասել, բայց մոտավորապես ամսի 6-ին եմ նախատեսում բացումը, որովհետև դեռ այս պահին նախապատրաստական աշխատանքներ ենք անում, որպեսզի բացման օրը ամեն ինչ լինի իդեալական, ամեն ինչ լինի տեղը տեղին։ Ծրագիրներ եմ մշակում, այնպիսի ծրագիրներ եմ մշակում, որ կարողանամ շատ հետաքրքիր ակցիաներ անել, գրում եմ, ջնջում եմ, հիմնականում ուզում եմ ակցիաները վերաբերվին մեր թոշակառու տատիկ պապիկներին, որպեսզի մի օր նախատեսեմ լրիվ անվճար կամ հաց կամ լավաշ, իհարկե քանակով էլի, տալու նպատակով այդ ծրագրերն եմ մշակում, առաջ Աստված թող հաջողություն լինի եւ ես կարողանամ այդ բարի գործը անել մեր տատիկ պապիկների համար, որի համար ես ինձ շատ լավ կզգամ եւ շատ օրհնված, որ նման բան կարողանում եմ անել, սիրելի հետևորդներ։ Անչափ էլի շնորհակալ եմ, կրկնում եմ ձեր բոլորի վերաբերմունքից։ Հիմա հեսա վերագնում եմ խոհանոց, մտածեմ, գցեմ, բռնեմ, հասկանամ, ինչ կարող եմ պատրաստել եւ մեծ սիրով ներկայացնել ձեզ իմ շատ սիրելի եւ միշտ սպասված հետևորդներ։ Եկա խոհանոց եւ որոշեցի, թե ինչ պատրաստեմ։ Ճիշտն ասած, Հայկի վրա գցեցի, ասի Հայկին ասեմ, ինչ ես ուզում պատրաստենք, ինչ ես ուզում, բայց ոչ մի բանի հավես չուներ, Հայկը, մեր Հայկը այսօր հիվանդացել է, իրան լավ չի զգում, ասում է, ես ոչ մի բանի ախորժակ չունեմ, տես դու ինչ ես սարքում, ասի լավ Հայկ ջան, դե բեր հեսա պատրաստենք, բայց հենց պատրաստենք, վերջացնենք, անցնելու են քեզ բուժելու արարողությանը, որոշել եմ Հայկին զոռով, չի սիրում, Հայկին զոռով խմացնեմ դոշապ, որը պատրաստված է լրիվ առանց շաքարավազի, շատ լավ արդյունք է տալի։ Ես նշեցի, չէ, որ հիվանդ էի, համ շիշկի մեղր էի օգտագործել, համ դոշապ եւ հավատացեք, որ ինձ շատ լավ օգնեց եւ Հայկին էլ եմ խորհուրդ տալի, որ անպայման փորձի, ուզել չուզել չկա, աշկերտ փակի ու կուլ տուր։ Չեմ ուզում, չեմ սիրում, տես բան չկա, աշկերտ փակում ես եւ կուլ ես տալի, առավոտը կհնես ու կտենաս, որ շատ լավ ես։ Այնպես որ արագ վերջացնենք եւ գնանք Հայկին բուժելու։ Ինչ եմ պատրաստելու այսօր ձեզ համար, պատրաստելու եմ կուրաբեյ։ Այսպես ասած, ես անվանում եմ արևիկ։ Շատ համեղ պեչենիներ են լինում,
մեջը ասես մի փոքրիկ ջեմի տեղով, արևիկի նման, դուք խանութներում է շատ տեսած կլինեք վաճառքի տեղը, հեսա որ պատրաստեմ, կասեք, հա, դա այդ պեչենիներն է, ու շատ համեղ է ստացվում, ընդամենը շատ քիչ բաղադրիչներ եւ բավականին մեծ քանակությամբ թխվածքաբլիթներ, սիրելի հետևորդներ, եւ շատ քիչ բաղադրիչներ, ասեմ ինչ։ Կարակ 500 գրամ, 1 բաժակ սիրոպ, որը եփել նախորդ պատրաստել եմ, 1 կոֆեին բաժակ էլ ձեթ։ Մի փոքրիկ վանելին, ալյուրն է, արդեն ընթացքում կասեմ, թե ինչքան ալյուր եմ ավելացնելու։ Նախ սկզբից ասեմ, թե ինչպես եմ պատրաստում։ Կես կիլոգրամ կարակը լցնելու եմ հարիչի մեջ։ Լցրեցի եւ տանելու եմ, միացնեմ, որպեսզի լավ հարվի եւ այս նասատկայով լավ հարվի, ինչ տեսակի պետք է հարվի, որ լրիվ փրփրի, լրիվ սպիտակի։ Երբ որ հասկանում եմ, որ լրիվ սպիտակել է, արդեն սկսելու եմ ավելացնել սիրոպը, հետո էլ ձեթը։ Հերթականությունը պահում ենք, որը շատ կարևոր է, սիրելի հետևորդներ, լավ ստացվելու համար։ Հիմա մոտենամ միացնեմ եւ հետո ցույց կտամ ինչ վիճակով եմ ավելացնելու սիրոպը եւ ձեթը։ Սիրելի հետևորդներ, տեսեք կարակը ինչ ձև է փրփրել։ Հայք մի հատ մոտեցրու, թող տեսնեն, այ այսպես պետք է կարակը փրփրի, որ ինքը sense լավ սպիտակ գույն լինի, ու նոր ավելացնելու եմ 1 այսպիսի բաժակ սիրոպ, ավելացնելու եմ 1 կոֆեի բաժակ ձեթ եւ մի փոքրիկ անուշ լինի վանելին։ Եվ միացնում եմ, որ նորից հարվի։ Պետք է իրար հետ լավ խփվի, դառնա համասր, հետո նոր ավելացնելու եմ ալյուրը։ Հետևորդներ, արդեն բոլորը համասր դառավ, խառնվավ իրար հետ, ես ինչ եմ անում, հանում եմ մեջից, որովհետև ալյուրը պետք է ես ավելացնեմ աստիճանաբար եւ առանց հարիչի։ Ձեռքի թիով պետք է անեմ, որպեսզի լավ ստացվի։ Դուրս է գալի բոլորը եւ հեսա մոտենամ այնտեղ։ Ալյուրը ավելացնելու ենք աստիճանաբար, որովհետեւ պարզ չի թե ինչքան ալյուրա պահանջվելու։ Սկզբում լցնում եմ 1 եւ 2 բաժակ, դա այդքանը արդեն նորմալ լինում է։ Դրանից հետո կտենանք պետքա թե չի ավելացնելը։ 2 բաժակ ավելացնում եմ եւ տեսեք ինչպես պետք է խառնենք։ Այսպես խմորը այսպես տրորելով, որպեսզի խմորն չվառվի։ Այսպես տրորելով, հունցելու նման խառնում ենք, այնքան որ հասկանանք, թե ինչ տեսակի է, պետք չէ, որ ինքը լինի շատ պինդ կամ շատ թույլ։ Այս խմորը նաև ինքը պնդանալու եւ քարանալու հատկություն ունի։ Պետք է լցնել արագ-արագ եւ սկսել կրակել։ Կրակելի նկատի ունեմ բանը, տորթերի համար նախատեսված հատուկ տոպրակի մեջ եմ լցնելու, նասատկեն դրած ու դրանով արագ-արագ կրակելով գնա։ Այսպես խառնում եմ, բայց սա թույլ է, տեսեք 2 բաժակը թույլ է, ավելացնելու եմ եւս 1 բաժակ եւ նորից սկսեմ խառնել։ Ալյուր կա, որ շատ է պահանջում, ալյուր կա, որ չէ, որակից էլ է, էլի կախված։ Եվս 1 բաժակ ալյուր ավելացրեցինք, արդեն մոտավորապես լինում է 4 բաժակ։ Եվ ինձ թվում է, որ արդեն նորմալ վիճակ է։ Խառնեմ եւ լցնեմ արդեն տոպրակի մեջ։ Տեսեք, արդեն այս տեսակի պետք է լինի խմորը, այս տեսակի եւ լցնեմ նախորոք, արդեն այս տոպրակն է, որը թխվածների համար է նախատեսված եւ ծերին այսպիսի նասատկա է։ Դնելու եմ, որպեսզի սիրուն ու զորներով դուրս գա։ Հիմա փորձեմ լցնել տոպրակի մեջ եւ տեսնեմ, թե ինչ է ստացվում։ Պետք է աշխատել արագ-արագ, որովհետեւ էլի եմ կրկնում, այս խմորը քարանալու հատկություն ունի։ Պետք է անենք արագ-արագ եւ քիչ-քիչ ենք լցնելու տոպրակի մեջ, որպեսզի կարողանանք։
Այսքան մոտավորապես եւ լավ է։ Տեսեք, այսպես ինքը պինդ եկող է, այսքան անելու եմ թողնեմ, հետո արդեն փոքրիկ անցքեր եմ բացելու։ Հիմա կրակենք այսպես արագորեն, որպեսզի չքարանա, հետո նոր արդեն մեջը փոստիկներ կանենք։ Այս չափին լրիվ լավ է, որովհետև ինքը մի քիչ էլ է մեծանալու, աշխատեք, որ փոքրիկ լինի։ Տեսեք, այսպես արդեն բոլորը հարել եմ։ Հիմա ինչ ենք անում, մատը անում ենք թաց, սենց ջրի մեջ մատը մցնում, թաց ենք անում եւ այսպես փոստիկ ենք անում մատքով։ Սեղմում ենք, որպեսզի ջեմ դնենք մեջը։ Ջեմ դուք ինչ ուզում եք կարող եք դնել, ինչի ջեմ ուզում եք կարող եք կրեմ դնել, ինչ ցանկանում եք։ Ես դնելու եմ ծիրանի ջեմ։ Այսպես սիրում մատիկով փոստիկներ ենք անում եւ հեսա ջեմի ձևն է ցույց կտամ ինչպես։ Հիմա նայ ջեմը լցրել եմ այսպիսի տոպրակի մեջ, անցք եմ բացել եւ այսպես ջեմը լցնում եմ այդ արած անցքերի մեջ։ Այսպես արագորեն լցնելու եմ եւ դնեմ թխվելու, շատ չենք թողնելու թխվելու, չպետք է ինքն հենց կարմրի, այնքան որ սենց դեղնելու է։ Այսպես լցնեմ եւ դնեմ թխվելու։ Մեր կուրաբեյները հեսա 10-ից 15 րոպեվա ընթացքում արդեն իսկ պատրաստ կլինեն եւ կհամտեսենք, թե ինչ տեսակի կուրաբեյ ենք մենք ստացել։ Թխեցի, վերջացրեցի եւ եկա նստա իմ մշտական տեղը։ Տեսեք, թե ինչ տեսակի կուրաբեյներ ենք ստացել, սիրելի հետևորդներ։ Դուք այսպիսի թխվածքաբլիթ խանութներում շատ հաճախակի կլինեք հանդիպած, որովհետև այս տեսակի ես օրինակ անվանում եմ արևիկ, այս տեսակի արևիկը թխվածքաբլիթներ շատ կան խանութում, բայց դուք կարող եք էլ այլևս խանութ չգնալ եւ տանը պատրաստել ավելի լավ, տնական, արդար, մաքուր, պատրաստեք ձեր երեխաներն եք ուտեն շատ գոհ կլինեն, հյուրերներ շատ գոհ կլինեն եւ դուք ինքներդ ձեզանից շատ գոհ կլինեք, պատրաստեք եւ աշխատեք շատ քիչ գնալ խանութ, անհրաժեշտության դեպքում, եթե կարող եք դուք ձեր տանը, ձեր տան պայմաններում ստանալ այն, ինչ որ վաճառվում է խանութներում, սիրելի հետևորդներ։ Մոռացա նշել, որ պետք է 15-ից 20 րոպե մարմանդ, այսինքն 200 ջերմաստիճանով պատրաստվի մեր կուրաբեյները։ Դրանից բարձր ջերմաստիճան չանեք, որովհետև միանգամից կկարմրի եւ փափուկ կմնա, թող դանդաղորեն թխվի։ Տեսքը այս տեսակա, ճիշտ է հայ կախորժակ չունի, բայց ճարել չունի, պիտի փորձի, անպայման։ Հեսա փորձում ենք, մի հատ կիսում ենք, լպեսեք։ Ինչքան լավն է, պիսոշնի բան, հայկան է շատ ջեմովը տամքեց, որ լավանաս։ Հալվում է բերանիք մեջ։ Եթե դուք խանութում գնեք ու բերեք պատրաստեք ու համեմատեք, կհավատաք, որ իրոք դա այդպես է, իմ շատ սիրելի հաճախորդները, այնքան ասել եմ հաճախորդներ շփոթվում եմ սիրելի հետևորդներ, ամեն օր խառնում եմ, հիմա խանութում մարդ է գալի հաճախորդ, խոսում եմ հետևորդ ու խառնում եմ, այսպես կներեք, խառնա գլուխս, բայց մեծ սիրով եմ ասում, այսքանը ձեր հետ գոհարներ, ձեր շատ սիրող, հարգող և ձեր մեկնաբանություններին սպասող գոհարը։